Փոքրիկ գյուղի դպրոցը փակելն ու աշակերտներին հարևան բնակավայր տեղափոխելը կրթության որակի բարելավում է, թե գյուղը դատարկելու վտանգավոր քայլ։ Կառավարության 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակում նման փոփոխություն է նախատեսվում նաև Լոռու Ահնիձորում, Հրանտ Մաթևոսյանի ծննդավայրում։ Հրանտ Մաթևոսյանի դուստրը Շողեր Մաթևոսյանը մտահոգված է, ինչ է լինելու համայնքի ճակատագիրը, եթե դպրոցը փակվի։ Նրա խոսքով գրողն իր ամբողջ գիտակցական կյանքն է նվիրել դպրոցի պահպանմանը, իսկ այսօր այդ նույն գյուղը կանգնել է դպրոցը կորցնելու վտանգի առաջ։ Կիրովականից 3-4 ընտանիք վերադարձել է գյուղ, իրենց տնտեսություն են ստեղծել, սենց միասնական, ընդ օջախ է առաջացել, այսինքն ունեն մանր երեխաներ, հասկանում եք, իրանք հիմա եկել են ու սկսել են ապրել, ապրում են, ստեղծում են, ուզում են իրենց համայնքը առաջացնել և առաջացնում են, սկսել է ստացվել։ Ահնիձորի վարչական ղեկավար Արման Մաթևոսյանի փոխանցմամբ այս պահին դպրոցը չի փակվում։ Այն շարունակելու է գործել մինչև Լոռուտում կառուցվող նոր դպրոցի շենքի պատրաստ լինելը։ Նրա խոսքով դպրոցում սովորում է մոտ 10-ից 12 աշակերտ, իսկ որպես բնակավայրի ներկայացուցիչ իր համար ցավալի է նման գործընթացը։ Սեպտեմբերից գործելու, առայժմ գործելու, որովհետև խոշորացված դպրոցի նոր շենքը լադար կառուցման փուլում է, Լոռուտ բնակավայրը գտնվում է, շինարարությունը չի ավարտվել, մինչև շինարարության ավարտը նախկին դպրոցը գործելու է։ Կառավարությունը դպրոցների խոշորացումը ներկայացնում է որպես կրթության որակի բարձրացման և ժամանակակից կրթական պայմանների ստեղծման միջոց։ Այս դեպքում նոր դպրոցը լինելու է հարևան Լոռուտ բնակավայրում։ Ահնիձորի երեխաները ստիպված են լինելու ամեն օր մոտ 7 կիլոմետր ճանապարհ անցնել դպրոց հասնելու համար։ Շողեր Մաթևոսյանը հարց է բարձրացնում. ինչպես է այս փոփոխությունն ազդելու երեխաների և համայնքի կյանքի վրա։ Այդ երեխաները պիտի այնտեղ մնան, այնտեղ սովորեն։ Հիմա մյուս դպրոցը, որ սարքել են, իրանք ենթակառուցվածքը տալու են, ասենք թե ավտոբուս է գալու այդ երեխաներին տանի Լոռուտ, հա, ասենք թե մոտակա գյուղն եմ ասում, 7 կիլոմետր է հեռավորությունը, թե չի գալու, թե մի օր գալու է, երկու օր չի գալու։ Այդ մարդիկ իրանց համայնքում պիտի հնարավորություն ունենան սովորելու, գնալ տուն, իրան ընտանիքի հետ, այսինքն ժամանակի խնդիրն էլ է, չէ՞, այդքան գնալ, այդքան գալ ճանապարհին, նրանք պիտի կարողանան իրանց գյուղում տեսնեն իրանց փոքրիկ իրանց հայրենիքում, իրանց միկրո աշխարհը։ Հենց այդ միկրոաշխարհն է, որ համայնքը դարձնում է համայնք, իսկ օպտիմալացնել նշանակում է պարզապես ֆինանսավորումը կուտակել մի տեղ և խնայել միջոցները, բայց բնակիչները իրավունք ունեն ունենալ իրենց միկրոաշխարհը։ Իրանց դպրոց ունենան, իրանց չգիտեմ, մշակույթի պուճուրիկ տունը, իրանց հանդիսությունները անելու պուճուրիկ ամեն ինչը։ Մենք ինչ ենք անում, մենք կտրում ենք, ասում ենք դուք քիչ եք, դուք մի ապրեք, դուք այտենց մի ապրեք։ Վաղը մյուս օրն էլ ասելու ենք, դե ինչ էր, բան չկար, ինչ-որ անտառ էր, երկու հոգի մարդ էր, հա։ Այս պահին Ահնիձորի դպրոցի ճակատագիրը կախված է Լոռուտում կառուցվող նոր դպրոցի շինարարության ընթացքից։ Մեր հարցին, թե երբ և ինչու է դպրոցի շահագործումը դադարեցվելու, ԿԳՄՍՆ-ն պատասխանեց. Դպրոցի վերակազմակերպումը կամ դրա գործունեության ձևի փոփոխությունը կարող է իրականացվել միայն համապատասխան իրավական ընթացակարգով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։ Կառավարության նման որոշում չկա։ Ահնիձորի Հրանտ Մաթևոսյանի անվան դպրոցի փակման մասին առաջինն ահազանգել էր գրողի որդին Դավիթ Մաթևոսյանը, նշելով, որ դպրոցների օպտիմալացման ծրագիրը կարող է արտագաղթի պատճառ դառնալ։ Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ աշխատատեղերը փակվելու են, այս դպրոցին առնչվող աշխատատեղերը վերանալու են եւ այդ երիտասարդ ընտանիքները վերարտադրության տարիքի ընտանիքները, որոնց երեխաներն էլ հենց այս դպրոցի աշակերտները են, այս գյուղից գնալու են։ Բայց Ահնիձորի դեպքում հարցը միայն դպրոցի փակումը չէ։ Փոքր գյուղում դպրոցը միայն կրթության վայր չէ, այն համայնքի կյանքի կենտրոնն է, եւ եթե այն չկա, ապա ինչն է պահելու գյուղը։ Անահիտ Սարգսյան, Էդիկ Մալաքյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։